Ծառուկյանի բիզնեսների շուրջ տեսնում ենք ինչ է կատարում, քանի որ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի ժամանակ նաև հնչում էր ձեր հոր անունը, ինչ է կարծում նաև ձեր բիզնեսներին, ձեր ունեցվածքի նույն ճակատագրին կարժանանա թե ոչ եւ ինչ է կանելու այդ դեպքում։ Տեսեք, մեր ունեցվածքի հետ կապված նարեկ, թե դուք, թե շատ լրագրողներ, թե գրեթե բոլոր պատգամավորները միշտ այսպես սա պահում են բանի թեմա, հա, առանցքային թեմա։ Մենք այնինչ ունենք օրինական ճանապարհով, ես ասել եմ եւ ամբիոնից, եւ հիմա եմ հայտարարում, եւ ամեն ինչը հիմա դատական process է գնում, այս ամեն ինչը ցույց տալու ենք բնականաբար։ Ոչինչից չենք հրաժարվել, այնինչ կա մեր անունով գրանցված, ոչ մի քողարկված ոչինչ չկա եւ նորից կրկնեմ, եթե խնդիր լիներ ու նպատակ լիներ ունեցված կայելու, իսկապես այս ամբողջ պատմությունների մեջ չէինք մտնելու, կարող ենք վաճառել, հանգիստ թողնել գնալ, այսինքն եթե գերնպատակը լիներ ինչ որ ունեցված կայել։ Մենք այս պայքարի մեջ լինելով նաեւ գիտակցել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքնագործում, այլ մի մարդու ցանկություն SMS-ներով դատավորներ նշանակել, ազատ մի խոսքով գիտեք նոր բան չանցել։ Այստեղ չէ, ինչ եմ ասում։ Տոյոտայի մոտ Երևանի քաղաքապետարանի դրոշնակը կամ Նաիրին Շուլցի մոտ ինչ է կանելու։ Որ համբերես կասեմ։ Ուզում եմ ասեմ, մենք այս պայքարի մեջ մտնելով հասկանում ենք, որ ձեր ասած այնինչ դուք ասում եք, այնինչ այն լկտիությունը իսկապես էս բառը թույլ կտամ ինձ օգտագործել, տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, մենք շատ լավ հասկանում ենք, որ սա բոլորի հետ կարող է լինի, առավել եւս մեր հետ։ Բայց այս պայքարը ունեցվածքի մասին չի, այս պայքարը ինչ որ ավել ունենալու մասին չի, այլ ավելի խորը գաղափարական պայքար է գնում ու այո, գիտակցում ենք, որ այս ամեն ինչը կարող է լինել, ի վերջո շատ ենք տեսել ապօրինություններ, թե կալանքի տեսքով, թե մնացած նաև էս պատրաստ ենք 18 թվից հետո մեր կյանք շատ ուրիշ ռեժիմի մեջ է ընթանում, շատ բաների մասին, որում մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում, շատ նաև էմոցիոնալ բաղադրիչ է, ընտանիքի, երեխաների, գիտեք, այս ամեն ինչը մենք այսպես չենք սրտաճմլիկ ներկայացնում, բայց շատ հսկա ճնշում կա, իհարկե, այսօր ընդդիմադիր լինելը, առավել եւս ընդդիմադիր պատգամավոր լինելը ինչ որ արտոնություն չի, ինչ որ հաճույք չի, ինչ որ սա այն ժամանակները չի, որ ընդդիմություն իշխանություն մի տեսակ միշտ այս սրությունը չկար երբեք ու այս կարգի հարցակումը, այս կարգի ապօրինությունները տակ ես մտնում, երբ որ դու այս իրավիճակում ես, բարձրաձայնում ես խոսում։ Քոչարյան, իսկ հետընտրական process-ում նկատել եք ձեզ պատկանող այդ բիզնեսներում ինչ որ գործողություններ իրավապահների, գուցե հարկային կամ մաքսային տարբեր մարմինների կողմից, որ ավելի ուժեղացված են կամ ավելի տարբերվում են նախորդ շրջանից։ Կա ինչ որ բան, որ տարբերվում է այս փուլում եւ ինչ որ ազդակներ կան արդեն, որ ըստ ձեզ կարող են ինչ որ իրավիճակի հանգեցնել։ Ուրեմն ընդամենը մեկ շաբաթ հետո ընտրություններից բոլոր այն ընկերությունները կամ գրեթե բոլոր որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն զինված այսպես հարկայինը իր եկի չգիտեմ որ սորաբաժանումն է այն զենքերով բաներով այսպես մտել են ամենտեղ ընտրություններից հետո միանգամից հետո եթե չեմ սխալվում մեկ շաբաթ հետո ես մի քանի օրի բարբերականությամբ այս տարի ընտրություններից հետո ամենտեղ նույնիսկ կնոջը Սիրուշոյի խանութները 4 խանութ կա Երևանում իր գրասենյակը վարպետների մոտ չէ Պեկը իր այն ոչ ստորաբաժանումն է այդ ֆորմաներով բաներով հա նու առանց դիմակի բայց բաներով այսպես ամբողջ հանդերձանքով հա համազգեստով ոչ մի բան չեն կարող հայտնաբերել որովհետև իսկապես չկա խախտում ասենք ցանորոկել կար չէ այդ բան ռեկետը միգուցե ռեկետ չէ ռեկետի մասին չէ ես խոսք ասում մտել են ստուգման ռեկետը ձեր ասած հաջորդ քայլը կարող է լինել բայց կավարտեք ստուգումներ են արել հա ինչ տեսեք մենք դեռ բան չունենք այսինքն չգիտենք դրա արդյունքը ինչա լինելու մտել են ինչ որտեղ էլ համակարգիչ են արգրավել կամ եթե ինֆորմացիան են վերցրել այսպես ավելի աչք վախացնելու գործողություն ա եղել հիմա թող գնան ստուգեն մնացած անելը քաղաքական ինչ խաչ բայց բացի այդ Ռեգոմեշի այդ խանութրայից այդ մեծ խաչը հանելը նաև դուք քաղաքական մասով եք պայմանավորվում գիտեք առնվազն հարց է առաջացնում որ երբ որ գիտեք ի տարբերություն իրենց ես չեմ կարողանում ինչ որ պնդում անել երբ որ ես դա չգիտեմ հա փաստավորված բայց առնվազն հարց է առաջանում որ եթե նման նույն ձևով դրված եղել են ուրիշ զարդեր որոնք խաչ չեն եղել մի քանի հատ այդպես եղել է
ու դրա հետ կապված ոչ մի գործողություն չի եղել, այդ չափսի, այո։ Ու դրա հետ կապված ոչ մի գործողություն չի եղել ու խաչի դեպքում ա եղել, ինչ որ հարց առաջանում է,